Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ԿՊԱ-կան մյուս տեղակալները շարունակում են ապահովել իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքը։ 2025 թվականի գարնան և ամռան ընթացքում Հայաստանի ազգային ժողովի մի շարք իշխանական պատգամավորներ կգործուղվեն արտասահման, մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։ Նրանց գործուղումները կազմակերպվում են պետական բյուջեի հաշվին։ Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 միլիարդ 78 միլիոն ՀՀ դրամով, հայտնում է օրաթերթը։ Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Օրաթերթի տեղեկություններով Փաշինյանը պատրաստվում է գիշերել Մոսկվայում և հետնաբեմում արտաքին քաղաքական հարցեր լուծել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նախօրեին ուշ երեկոյան աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։ Արմեն Դանիելյանի ազատման պատճառների մասին ասում են, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերել, մասնավորապես ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված և հնարավոր է անգամ քրեական վարույթ նախաձեռնել։ ԿՊԱ-կան նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո հիվանդանոցում սպասողական իրավիճակ է, կրքերը թեև հանդարտվել են։ Օրաթերթի տեղեկություններով նրան կոլեկտիվը շուրջ 2 շաբաթ չի տեսել։ Զեյնալյանի հայտնությունը կոլեկտիվում տեղի է ունեցել 3, նա շրջել է բաժիններով։ Շաբաթ օրը Սյունիքի մարզի Գորիս համայնքում Սյունիքի մարզպետի գավաթ անվանումով բասկամարտի առաջնություն է անցկացվել և առաջնության հաղթողները դրամական պարգևներ են ստացել, գրում է Հրապարակ օրաթերթը։ Մարզպետի գավաթ մրցաշարն անցկացնելու առաջարկը Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանինն է եղել։ ԿՊ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե քվորումի խնդրով պայմանավորված նիստեր չի արվում։ Վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից, գործուղումների անվան տակ վոյաժների մեջ են։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։